Բարև ձեզ։ Ինչու են սպիտակել Արամ Վարդևանյանի մազերը ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի համար ակնհայտ է վերջին 5 տարիների տարբերությունը։ Վստահ է ՔՊԱ-ականներն էլ լավ գիտեն պատճառը, բայց չեն խոստովանի։ Հիմա ոնց որ ոչ թե 5 տարի անց է, այլ 15։ Վարդևանյանը երբեք չի երազել ոչ падգամավոր, ոչ էլ առավել ևս խորհրդարանի փոխխոսնակ դառնալու մասին, բայց երազանքների ու քաղաքական օրակարգի պարտադրանքի մասին քիչ ավելի ուշ, ի տարբերություն նախորդ փորձերի, երբ նորընտիր ազգային ժողովը իշխանականներին էր ընտրում խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, ընդդիմությանը հասնող աթոռի համար ՔՊ-ից հարցեր ունեն նույնիսկ ուժեղ Հայաստանի թեկնածուի կենսագրության հետ կապված։ 4 падգամավոր է հերթագրվել, թեպետ նրանցից միայն մեկի հարցն է վերաբերում Արամ Վարդևանյանի կենսագրականին։ Մյուսները պարզապես առաջին անգամ ընդդիմությանը հարց ուղղելու հնարավորություն ունեն։ Առիթն օգտագործում են ճշտելու քաղաքական թիմի դիրքորոշումը խմբակցության падգամավորներից Էդգար Ղազարյանի մի վաղեմի հայտարարության վերաբերյալ։ Չնայած Ղազարյանը 3 ամբիոնից էր խնդրել պատեհ պահին այդ հարցը միայն իրեն ուղղել։ Ձեր հարցերը տվյալ օրակարգին որևիցե առնչություն չունեն։ Ինքը ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Վարդևանյանը լավ գիտի իշխանության օրակարգը չկիսողների համար միանշանակ ընդունելի եւ ընկալելի չէ այս փուլում ՔՊ-ի հետ ազգային ժողովի ամբողջական ձևավորմանը մասնակցել է, քննարկել են հարցը, որոշել ստանձնել պատասխանատվությունը։ Մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Արամ Վարդևանյանին հարցեր ուղղելիս իշխանականների համար առաջնային օրակարգերը տարբեր են քաղաքական հնչեղություն ստացած դատական գործերից մինչև նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն, մինչև այդ ՔՊԱ-կանը հետաքրքրվում է, հնարավոր է մանդատը խորհրդարանի լիազորությունների ավարտից շուտ վայր դնի, ինչպես նախորդ անգամ։ Թե փաստաբանական համայնքը ձեր կարիքը զգա, դարձյալ գնալու եք, ուզում եմ հասկանալ, քանի ամսով կամ քանի տարով եք գործուղվել ազգային ժողով։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ ես իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չեմ իրականացնելու։ Վարդևանյանը փաստաբանական գործունեությանն ապագայում չի վերադառնա, փոխարենը ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից առաջարկում են հիմա առիթն օգտագործել հետ դառնալ նախկին կյանք, ինչպես դատարանն իրենց գործընկերոջը խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չտվեց ընտրվելուց հետո ստանձնել խորհրդարանական մանդատը։ Ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ մեր ընկեր Արթուր Սարգսյանը ազգային ժողովի падգամավոր հպարտ ունեցի, այս դահլիճում նստած չէ։ Հայաստանի Հանրապետությունում կա դատավոր, որը որոշեց, որ կարող է այս գումարման ազգային ժողովի մեկ падգամավորի պարզապես թույլ չտալ, որ գա մասնակցի նիստերին։ Ինչի համար չգիտեմ։ Եվ ռեբուս նկարահանելուկ Վարդևանյանի համար ՔՊ-թևից նստի նախագահությունում թիկունքում մեր երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի քարտեզն է լինելու քաղաքացիական պայմանագրի հռչակած իրական Հայաստանի ճանաչում է այն ՔՊ-ից մի քանի անգամ հարցրին։ Ի սկզբանե ասվել է 29800։ Սա մեր պետական իշխանության դիրքորոշումն է։ 29800-ն էր, հետո 29743-ն էր։ Ես մինչ հիմա չգիտեմ, թե ի վերջո այդ նույն 29800-ը եւ 29743 ոնց եղավ։ Օրենսդիրն այսօր հասցնում է ամփոփել միայն Վարդևանյանի հետ հարց ու պատասխանը, մտքերի փոխանակության համար խորհրդարանի կեսից ավելին 59 падգամավոր դեռ ամբիոն պետք է իջնի։ Եթե սա քվեարկությունը լիներ, դուք կընտրվեիք, պարոն Վարդևանյան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։